Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա հաջորդ թեման հուլիսի 4-ից 14-ը Լեռնահայաստանում, Կապանում, լեռների մեջ կհնչի բախ, կոմիտաս եւ ջազ։ 10 օրով Կապանը կդառնա երաժշտության մայրաքաղաք, որտեղ տեղի կունենա Կապանի միջազգային երաժշտական 4-րդ փառատոնը, որը կհյուրընկալի դասական երաժշտության համաշխարհային աստղերի։ Ինչ է սպասվում այս տարի, ինչպիսին են եղել նախորդող տարիներ եւ ինչ արդյունքներ է գրանցում քառամյա փառատոնը, կպատմի մեր այսօրվա հյուրը։ Ես իրականում պատկերացնում եմ, թե Սյունիքում ինչ է սպասվելու, մի տեսակ օրերն էի հաշվում, թե հուլիսից 4-ից 14-ի մեջ որ օրերին կարող եմ տեղավորվել, որ հասնեմ Սյունիք, եւ այսպես մեր տաղավարում հյուրընկալել ենք Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար, երաժիշտ շեֆ փորահար Տիգրան Սուչյանին, բարև ձեզ պարոն Սուչյան, հաջողություն առավոտյան տեսնել մեր տաղավարում։ Քանի որ այսպես ես կարծեմ եթերը ավարտվում է եւ դուք գնում եք Կապան, ես ճիշտ եմ հասկանում, թե ոչ։ Ինձ անմիջապես։ Եկեք խոսենք այս տարվա փառատոնից, ինչով է այս տարվա 4-րդ այսպես փառատոնը տարբերվելու նախորդ 3-ներից։ Ոչինչով։ Ամեն չէ, տարբերվում է, որովհետև ամեն տարի տարբեր մարդիկ են նախ մասնակցում, տարբեր համերգային ֆորմատներով ենք հանդես գալիս, ընդհանուր մի ուրվագիծ ունի, որից չենք շեղվում, դա համերգներն են, դա մաստեր կլասերն են, վարպետաց դասերը, դա նոր ուսանողների բացահայտումներն են, դա նոր ծրագիր, ես որպես ջազային մասի պատասխանատու կարող եմ ասել, որ ամեն տարի հենց միտքը նա է, որ ամեն տարի նոր ծրագրով հանդես գանք եւ իհարկե ուսանողների բացահայտումը շատ հետաքրքիր է։ Ինչի Սյունիքը ընտրվեց այս տարի։ Կարծեմ սևակը հենց արմատներով Սյունիքից է, Կապանից հենց եւ երևի դա նրա երազանքն է։ Ես էլ ունեմ նման երազանք մի օր Գավառում իմ նախնիների հողում նման մի բան անեմ, բայց կարծում Հայաստանի ամեն մի անկյուն մերն է, այո։ Եկեք խոսենք նախապատրաստական աշխատանքներից։ Օրինակ նախապատրաստական աշխատանքների դեպքում ես ունեցել եմ փորձառություն քաղաքից դուրս ոչ թեկուզ այդքան էլ հեռու Դիլիջանում միջոցառում կազմակերպել, դա քառակի անգամ դժվար է, քան որևէ միջոցառում կազմակերպել Երևանում, որովհետև որոշակի մանրուքներ կան, որոնք պետք է բերվել, տանել եւ այսպես շարունակ։ Եկեք խոսենք այդ նախապատրաստական աշխատանքների մասին, որպեսզի նաեւ մեր հեռուստադիտողները պատկերացնեն, ինչ ահռելի աշխատանք է կատարվում մինչ բուն համերգը։ Հա, դե մենք գիտենք, որ ամեն ինչ մեր երկրում սեղմված, տեղավորված է Երևանում եւ հատկապես կենտրոնում, մասնավորապես։ Այո, եւ քիչ է ուշադրություն դարձվում շրջաններին, բայց կարծում եմ արդեն Երևանը այնքան է էփվել, որ կարելի է դուրս գալ սահմաններից եւ ավելի հաճախ կազմակերպել, որովհետեւ շրջաններում ապրող հատկապես ուսանողները, երիտասարդները դրա կարիքը շատ ունեն եւ սենց ամեն անգամ Երևանից մարդիկ գնում են որևէ շրջկենտրոն նվագելու եւ այնտեղի երիտասարդը սենց նայում է, մտածում է երևի ես պետքա գնամ Երևան, որ նման ձև նվագեմ կամ նման հնարավորություն ունենամ, կարծում եմ, որ Հայաստանի տարբեր շրջաններում կարելի է կազմակերպել շատ ավելի հաճախ եւ հենց տեղում ստեղծել որևէ ավելի շարժուն միջավայր, որպեսզի ուսանողները, երիտասարդները կարողանան օգտվել։ Այ խոսեցիք, որ ոչ միայն համերգային ծրագիր է լինելու, փաստորեն նաեւ դասընթացներ են լինելու, վարպետաց դասեր են լինելու, ու նաեւ այսպես նշվում է, որ նաեւ դրսից են, արտերկրից են հյուրեր լինելու, նվագողներ, կատարողներ լինելու։ Խնդրեմ մի փոքր մանրամասներ ովքեր են նրանք եւ ինչպիսի վարպետաց դասերի մասին է խոսքը, որ նշեցիք մեր երիտասարդները մասնակից լինեն այդ ամենի մարզերի։ Դասական աշխարհից, քանի որ ես այդքան էլ մոտիկ չեմ դասական աշխարհին, շատ հետաքրքիր դեմքեր են գալիս ամեն տարի, այս տարի էլ շատ հայտնի երաժիշտներ են գալիս, կարող եմ նշել Բեկա Գոչիաշվիլիին, որը գալիս է Վրաստանից, որը վրացի է, Հայաստանում մի քանի համերգներ նա ունեցել է, շատ հետաքրքիր կերպար է ու շատ տաղանդավոր դեմք, կարծում եմ շատ հետաքրքիր համերգ ունենա, կլինի այդպես համատեղ ինչ որ մի բան ուսանողների հետ, սա
կապանի համար կարծեմ շատ հետաքրքիր Ծանրակշիռ իրադարձություն է։ Իսկ վարպետաց դասընթացները ինչ Վարպետաց դասընթացները, այսինքն ամեն օր հենց առավոտվանից սկսած ժամը 10-ից սկսած փորձեր են սկսվում եւ ամեն մի ուսանող ունի իր ընտրած որևէ արտիստին, որի հետ նա լինելու է վարպետաց դասերին, դասական երաժիշտները շատ աշխատասեր են, նրանք մինչև առավոտը ժամը 5-6-ը պարապում են, որպեսզի հաջորդ օրը ներկայանան իրենց ուսուցչին ու ներկայացնեն իրենց աշխատանքը։ Այ մենք խոսեցինք դասական երաժշտությունից, ջազ երաժշտությունից։ Մենք այստեղ շատ հյուրեր ենք ունենում, որոնք խոսում են, որ այսպես դասական երաժշտությունը փթթում է, հետաքրքրությունը մեծանում է։ Ինչպիսին է ջազ երաժշտության շուրջ պահանջարկը, ինչպիսին է հանդիսատեսը։ Կարող ենք ասել, որ նույն ոգևորությունը կա, թե ավելի պակաս է կամ ավել է։ Չի փտում դասական երաժշտությունը։ Ես հանդա ձեր աչքերում տեսնում եմ դասականի հանդեպ ձեր այսպես ջազը եմ ես։ Դասական երաժշտությունը ոնց կարող է հնանալ, դասական երաժշտությունը դասական երաժշտությունն է, Հիմքն է ամեն ինչի։ Պրոֆեսիոնալ երաժշտության հիմքն է, հետեւաբար հենց ջազ երաժշտությունը ստեղծված է հենց դասական երաժշտության հիմքի վրա։ Կարծում եմ ով ասում է փտում է ինքը թող մի քիչ ուշադիր լինի որ հանկարծ չփտի Փտում թե Փտթել։ աղկում դա լսեցիք դուք փտում Հասկացեմ ինչ շատ ներողություն ես էլ ասում ով ոնց կարող է բերել Հակառակը փթթում է, ծաղկում է, մեզ հակառակ ասում են, որ իսկապես ես եւս տեսնում եմ, ես հաճախում եմ նույն էստերից նաև ասենք պետական սիմֆոնիկ նվագախումբ, ֆիլհարմոնիկ, ես տեսնում եմ լեփլեցուն դահլիճներ։ Այո, իհարկե։ Իսկ ինչպիսին է ջազի նկատմամբ վերաբերմունք, ջազ համերգների։ Ձև նույնիսկ ավելի շատ։ Այ դա էի ուզում լսել։ Հիմա սրտի երաժշտության Այո։ տարիներ առաջ, երևի մի 15-20 տարի առաջ այսքան երաժիշտ չկար, հատկապես երիտասարդ շատ հիմա փայլուն տղաներ կան։ Ավելի գրագետ են, ավելի գործունյա, ավելի, ասենց ասեմ, երբ որ մի միջոցառում ես ուզում կազմակերպես, երաժիշտ չես կարողանում գտնես, որտեղ բոլորը զբաղված են։ Եվ դա համ լավ է, համ մի քիչ ավելի դժվար է գտնել լավ երաժիշտների, բայց կարծում եմ ինչքան շատանում են, այդքան ավելի բարգավաճում են ու իրանք իրանցով ավելի են շատանում, կոնկուրենցիա է առաջանում, իսկ կոնկուրենցիան ծնում է հենց Ուժն է ծնում իրավունք։ Այո, այո։ Եթերից դուրս քիչ առաջ խոսում ենք, թե ինչպես են Երևանից գալիս, ասացիք առանց էլ այնքան շատ են լինում։ Հիմա ինձ հետաքրքրի մարզերի, այսպես լսարանը, ով է, ովքեր են, շատ են, հետաքրքրությունը ինչպիսին է լինում մարզերում։ Սենց ասեմ, մարզերում շատ ակտիվ, հատկապես Կապանում շատ ակտիվ գալիս են համերգի, զգացում է, որ կարոտ են եւ կարիք ունեն դրա եւ դա շատ ողջունելի է։ Մի բան կարող եմ ասել, որ ցավոք սրտի ավելի շատ կանայք են գալիս, քան թե տղամարդիկ, մեր ավեսը չունեն տղամարդիկ։ Իրականում Կապանը ինձ համար ինտելիգենտ որ ասում են, միևնույն է կապանցիները ողջուն են կապանցիներին, ես ինքս արմատներով Կապանից չեմ, բայց սիրում եմ կապանցիներին, հենց այդ կարդացող զարգացած ժողովուրդ են կապանցիկ։ Մշակութային օջախները շատ են, քան մնացած քաղաքների հարմարություն կա, այսինքն հնարավորություն կա այդ ամեն ինչը տեսնելու եւ հաճախելու։ Եկեք խոսենք ծրագրից եւ այսպես մոտավոր օրակարգ հուշենք մեր հեռուստադիտողներին, ինչպես է համամասնությունը նույն մաստեր կլասների, համերգների, որ օրերին են համերգները եւ ինչ այսպիսի ծրագիր կա, ինչ են լսելու, չնայած մենք նշեցինք, որ Բախից մինչ Կոմիտաս լսելու են, բայց այսպես մեզ ավելի մանրամասներ են անհրաժեշտ։ Դե օրը սկսվում է առավոտ ժամը 10-ից, փորձ 2 ժամ, հետո ցերեկային համերգ, դասական համերգ, հետո ճաշ, հետո էլի փորձեր, վարպետաց դասեր եւ երեկոյան համերգ։ Ամեն օր նույն գրաֆիկով ծրագրի մասին Բախից միջև Կոմիտաս։ Ինչ իմպրովիզներ են արվում այս ընթացքում օրինակ, ինչ փոփոխություններ է մտցնում, թե հենց բեմում էլ երբեմն տեսնում եք ձեր նախատեսածը չէր ու բոլորովին ուրիշ բան ստացվեց, ոնց է լինում այդ բեմ, ինչ բեմի պատրաստվելու փուլը։
Փոփոխություն այս տարի մի նորություն կա, որ վերջին օրը լինելու է մասկարադի նման, բալի նման։ Մենք կգանք այդ օրը։ Non-stop, այսինքն առանց դադարի երաժշտություն է լինելու դասականից մինչև Շատ գայթակղիչ է իրականում ծրագիրը, գումարած Սյունիքի այդ Գեղատեսիլ, Լեռնահայաստան։ Հաջորդ ինչ եք պլանավորում, դեռ չվերջացած, ես վստահ եմ արդեն մտովի այլ նոր ծրագրի շուրջ եմ պլանավորում, ես այս ռեժիմը երբ որ ես լսեմ, ես կուղարկեի արձակուրդ։ Դե հաջորդի մասին դեռ չենք մտածում, բայց ամեն տարի սովորում ենք, թե ինչն էր լավ, թե ինչն էր սխալ, թե ինչը կարելի է ուղղել, թե ինչը կարելի է զարգացնել, շատ հետաքրքիր փորձառություն է լինում, ամեն տարի մենք ֆեստիվալից հետո խոսում ենք դրա մասին, որովհետև շատ կարևոր է, որպեսզի դու քեզ կողքից տեսնես ու քո սխալները ուղղես։ Հանրագումարի վերել։ Այո, ամեն տարի տենց աստիճան առ աստիճան բարձրանում ենք։ Հուսով եմ սա կլինի անվերջ։ Հրավիրյալ մասնագետներ էլ ունենք, արտիստներ, որ այստեղ են գալու։ Դուք Հայաստանը ներկայացնում եք այս ֆորմատի շրջանակում դրսում։ Դրսում դեռ ոչ, բայց հուսով եմ ապագայում շատ հնարավոր է։ Շնորհակալ ենք շատ, այսպես վաղ առավոտյան օրը մեզ հետ սկսելու համար, այսպեսի մանրամասներ ներկայացնելու։ Ես վստահ եմ մեր հեռուստադիտողներից շատերը ոգևորված են, իսկ մենք հիշեցնենք, որ հուլիսի 4-ից 14-ը 10 օր ժամանակահատված եք լինելու եւ վստահ եմ, որ կկարողանաք գտնել ձեզ համար այն ամենահետաքրքիր կտորը եւ մարզերից, մայրաքաղաքից շտապել Սյունիք, նախ հիանալ Սյունիքով, տեսնել այսպես Լեռնահայաստան այդ հողը, ջուրը, բնությունը, մարդկանց եւ վայելել դասական եւ ջազ երաժշտությունը։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար, շնորհակալություն ձեզ եւս եւ հաջողություն, ես վստահ եմ, որ լեփլեցուն դահլիճներ են լինելու։ Նորանոր հաջողություններ ենք ցանկանում Հայաստանը, Արցախը, այո, ինչու՞ չէ, Արցախի պետական ջազ նվագախումբի ղեկավարն եք դուք եղել։ Այո, ներկայացնելու համայն հայությանը, այո, հայությանը ու նաեւ մարդկությանը, այո։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Մենք այս շաբաթ ավարտում ենք մեր աշխատանքները բոլորիդ մաղթելով հրաշալի հանգստյան օրեր, բայց մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում, որովհետև մնացյալ մարդիկ շարունակում են իրենց աշխատանքը։ Առողջ եղեք։